Հայաստանի 100 լավագույն ուսանողներ մրցույթի սպասված մրցանակաբաշխությունը կայացավ խորհրդանշական օրը։ Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից ընտրված 100 բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ ստացել են հավաստագրեր։ Փոխհատուցվելու է յուրաքանչյուր ուսանողի 1 տարվա ուսման վարձը։ Այս նախաձեռնության նպատակն է խրախուսել կրթության եւ ինքնազարգացման ճանապարհն ընտրած երիտասարդներին։ Ստեփանյան Միշտ հայտնաբերելու ենք լավագույն, տաղանդավոր մեր երիտասարդներին եւ ամեն ինչով փորձելու ենք ընտառաջենք, օգնենք այս հիմնադրամը հիմնական ուղղությունը վերցնելու ենք մշակույթին օգնել, կրթությանը օգնել Սարգիս Կարապետյանի հիմնադրամը։ Քանի որ դուք գիտեք երևի ով է Սարգիս Կարապետյանը, հայրս է, ինքը 50 տարի դեռավել մանկավարժ է եղել եւ ես դրանով ուզում եմ ինչ-որ ձևով շարունակեմ իր գործը։ Դիմումների դիտարկման ընթացքում միջին որակական գնահատականից բացի առանցքային դեր են ունեցել ուսանողների մոտիվացիոն նամակները։ Դրանք հնարավորություն են տվել ավելի ամբողջական պատկերացում կազմելու դիմորդների նպատակների, կրթության նկատմամբ վերաբերմունքի եւ ապագայի ծրագրերի մասին։ Հիմնադրամի գործունեությունը բնավ քաղաքական բնույթ չի կրում, բայց մենք տեղյակ ենք, որ արդեն ուժի մեջ մտել են որոշ սահմանափակումներ թիմ ընտրությունների հետ կապված եւ այն համայնքներում, որտեղ որ արդեն հայտարարված են թիմ ընտրությունների օրերը, այդ համայնքներից ընտրված ուսանողները այսօրվա միջոցառմանը ներկա չէին։ Հաշվի առնելով բարեգործական ոլորտի այդ արգելքը, մենք այդ ուսանողներին այսօրվա միջոցառմանը չենք հրավիրել եւ այս փուլում չենք կարող իրականացնել իրենց ուսման վարձի փոխհատուցումը։ Սամվել Կարապետյանը խոստանում է, որ նման ծրագրերը շարունակական են լինելու եւ արարողության օրը հատուկ էր ընտրված։ Օգոստոսի 18-ը Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։ 1 տարի առաջ նույն օրը նորաբաց Տաշիր արենայի հարկի տակ էին անապահով եւ բազմազավակ ընտանիքների, արցախցի ընտանիքների, ինչպես նաեւ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ու պատերազմում վիրավորում ստացած զինվորների երեխաները։ Նրանց համար կազմակերպվել էր երեխաներին խորագրով բարեգործական համերգ։ Սա ավանդույթ է դառնում եւ օգոստոսի 18-ը երկրորդ տարին անընդմեջ նշանավորվում է երեխաներին եւ երիտասարդներին ուղղված կրթական ու մշակութային նախաձեռնություններով։ Ալադավթյան, Էպիկենտրոն։